Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր ես ձեզ համար պատրաստել եմ ընդհանուր կենսաբանության կենսաքիմիա բաժնի մի շատ կարևոր թեմա, որը կոչվում է սպիտակուցներ։ Այսօր մենք միասին կբացահայտենք սպիտակուցի կառուցվածքը, ինչպես նաև դրանց հատկությունները։ Սպիտակուցները դրանք բարձր մոլեկուլային զանգված ունեցող կենսապոլիմերներ են, մակրոմոլեկուլներ են, որոնց մոնոմերները հանդիսանում են ամինաթթուները։ Սպիտակուցները օրգանական նյութերի շարքից ամենամեծաքանակն են և որպես կանոն սպիտակուցներում ամինաթթուները ունեն իրենց խիստ որոշակի քանակը և դասավորվածությունը։ Պեպտիդներ են կոչվում 2-ից 9 ամինաթթու պարունակող շղթաները, ինչպես նաև դրանք առաջացնում են պոլիպեպտիդներ, որոնք 10-ից 40 ամինաթթու են պարունակում, և ի վերջո սպիտակուցներ, որոնք պարունակում են 50 և ավելի ամինաթթուներ։ Բնական սպիտակուցները կազմված են 20 տեսակի ամինաթթուներից, և ամինաթթուները, եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ ունեն միևնույն կարբոքսիլ ամինոխմբերը, ինչպես նաև սրանց միջոցով իրար նմանվում են, իսկ ռադիկալներով տարբերվում են միմյանցից։ Ռադիկալների ձևից և ռադիկալների տեսակից կախված, որպես կանոն առանձնացնում ենք փոքր նուկլեոֆիլ, հիդրոֆիլ, արոմատիկ, թթվային, ինչպես նաև այլ ամինաթթուների շարքեր։ Ամինաթթուները, ինչպես նշեցինք, կազմված է ամինոխմբերից, որոնք պայմանավորում են հիմնային հատկություններ, կարբոքսիլ խմբերից, որոնք պայմանավորում են թթվային հատկություններ, և սա է պատճառը, որ մեր սպիտակուցը ամֆոտեր է։ Ինչպես նշեցինք, սպիտակուցում խիստ որոշակի ամինաթթուներ ունեն իրենց քանակը և հաջորդականությունը, որով էլ պայմանավորված է սպիտակուցների բազմազանությունը։ Տարբերում ենք կազմավորվածության 1-ից 3 կամ 1-ից 4 կառուցվածքներ սպիտակուցների, հիմա խոսենք սրանցից յուրաքանչյուրի մասին։ Առաջնային կառուցվածքը իրենից ներկայացնում է մեր պոլիպեպտիդային շղթան, որտեղ ամինաթթուները միացած են միմյանց պեպտիդային շատ ամուր կապերով։ Պեպտիդային կապերը առաջանում են հարևան ամինաթթուների կարբոքսիլ խմբի C-ի, ինչպես նաև մյուս ամինաթթվի, կողքը գտնվող ամինաթթվի ամինո խմբի N-ի միջև։ Այստեղ առաջանում են պեպտիդային կապեր, որոնք շատ ամուր կապեր են, և այս պեպտիդային կապերով պայմանավորված է սպիտակուցի առանձնահատկությունները։ Հաջորդը երկրորդային կառուցվածքն է, որը իր հերթին լինում է ալֆա պարույրների, բետա կառուցվածքի, կոլագենային պարույրների և հանգույցների ձևով։ Տվյալ պահին ներկայացնեմ ալֆա պարույրները, որոնք դասագրքում ամենամեծ տարածումը ունեն։ Դրանք որպես կանոն բնորոշվում են փոքր քայլերով, որոնք, ինչպես նկատում եք, կազմված են 1, 2, 3,6 ամինաթթուներից և բնորոշվում են մեծ քայլերով, որոնք կազմված են 5 փոքր քայլերից, իսկ այստեղ տրամաբանորեն, եթե մեկ փոքր քայլը պարունակում է 3,6 ամինաթթու, ապա մեծ քայլը կպարունակի 18 ամինաթթու։ Այստեղ առաջանում են ջրածնային կապեր պարույրների միջև, որոնք որպես կանոն ավելի փոքր, ավելի թույլ կապեր են, քան պեպտիդային կապերը։ Առաջանում են պարույրի CO-ի թթվածնի, ինչպես նաև մյուս պարույրի ջրածնի միջև, խնդրեմ տեսեք, սրանք ավելի թույլ կապեր են և բնականաբար ավելի հեշտ են քանդվում, քան պեպտիդային կապերը։ Հաջորդը ներկայացնենք նախ, որ մեր սպիտակուցները կարող են պարունակել միայն ալֆա պարույրներ, այդ սպիտակուցների շարքին են պատկանում միոզինը, որը գտնվում է մեր մկաններում և հանդիսանում է կծկվող սպիտակուց,
Ուրեմն միոզինը պարունակում է իր երկրորդային կառուցվածքում պարունակում է միայն ալֆա պարույրներ, ինչպես նաև գոյություն ունեն բետա կառուցվածքներ, որոնք իրենցից ներկայացնում են այսպես ծալքային շերտեր եւ հակազուգահեռ շղթաներ։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք այստեղ երկու հակազուգահեռ շղթաներում լայնակի ջրածնային կապեր են առաջանում։ Եվ որպես կանոն, այս ուրեմն շերտային ծալքային կառուցվածք ունեցող բետա կառուցվածքները լինում են ուրեմն բետա կերատինի, սպիտակուց բետա կերատինի կառուցվածքի մեջ։ Բետա կերատինը պարունակում է միայն ուրեմն երկրորդային կառուցվածքներից միայն բետա կառուցվածքներ, եւ եթե ուշադրություն դարձնենք նկարին, ապա կտեսնենք այստեղ բավականին շատ են ուրեմն գլիցինի եւ ալանինի քանակը, ինչպես նաեւ նշեմ, որ գլիցինը տվյալ դեպքում կազմում է մոտավորապես սպիտակուցի 50%-ը եւ դրանով էլ պայմանավորված է հենց գլիցինների, ուրեմն երկու շղթաների միջև գլիցինների այսպես ձգողականությունը, որն էլ ուրեմն բերում է այստեղ ուրեմն հակազուգահեռ ջրածնային լայնակի կապերի առաջացմանը։ Բետա կերատինը, ինչպես կռահեցիք, ուրեմն սաղդոստայնի բաղադրության մեջ է մտնում, այս թելերի բաղադրության մեջ է մտնում եւ իրենից ներկայացնում է շատ առանցքական, ուրեմն ճկուն, ուրեմն թել։ Անցնենք հաջորդին, ուրեմն երկրորդային կառուցվածքը նաև նկատվում է կոլագենային պարույրների տեսքով, ինչպես նաև հանգույցների, եւ նշեմ, որ կոլագենային պարույրները, որոնք անունից էլ արդեն պարզ է, որ գտնվում են կոլագեն սպիտակուցի բաղադրության մեջ, եւ սրանք շատ նման են ալֆա պարույրին եւ բետա կառուցվածքի ուրեմն ծալքերին, սակայն ի տարբերություն դրանց ավելի ուրեմն ձգված են։ Նշեմ նաև, որ ունենք նաև տուբուլին, ինսուլին սպիտակուցները, որոնք որպես կանոն ունեն եւ ալֆա ալֆա պարույրներ եւ բետա կառուցվածքներ։ Այսինքն պարտադիր պայման չէ, որ սպիտակուցները պարունակեն միայն ալֆա կամ բետա կառուցվածքներ։ Անցնենք առաջ, ուրեմն հաջորդը երրորդային կառուցվածքն է։ Երրորդային կառուցվածքը առաջանում է ուրեմն շղթայի որոշակի այսպես կոնֆորմացիոն տարածական կառուցվածքի առաջացման մեխանիզմով։ Այստեղ մենք տարբերելու ենք SS դիսուլֆիդ կապեր եւ արդեն բոլորս էլ կռահեցինք, որ դրանք կարող են միայն առաջանալ այն ամինաթթուների միջև, որոնք պարունակում են ծծումբ։ Դրանց շարքին են պատկանում ցիստեինը եւ մեթիոնինը։ Այստեղ ունենք SS դիսուլֆիդ կապեր, ինչպես նաեւ նշեմ, որ սրանք կովալենտ կապեր են եւ ուրեմն այս կովալենտ կապերը առաջանում են ծծումբ պարունակող ռադիկալների միջև։ Հաջորդ կապերը, որոնք կարող ենք տեսնել երրորդային կառուցվածքում, դրանք ուրեմն հիդրոֆոբ կապերն են, սրանք նաև կոչվում են ոչ բևեռացված կապեր եւ առաջանում են ամինաթթուների հիդրոֆոբ ռադիկալների միջև։ Մենք ունենք նաև երրորդային կառուցվածքով կարող ենք ունենալ երրորդային կառուցվածքում նաև ջրածնային կապեր, բայց պետք չէ շփոթել պարույրի մեջ գտնվող ջրածնային կապերի հետ, քանի որ այստեղ ջրածնային կապերը առաջանում են ուրեմն ռադիկալներում պարունակող ուրեմն ջրածնի միջև։ Ինչպես նաև կարող ենք տարբերել այստեղ իոնային կապեր եւ էլեկտրաստատիկ կապեր, որոնք որ առաջանում են էլեկտրաբացասական եւ էլեկտրադրական ռադիկալների միջև։ Չորրորդային կառուցվածք, որը պարտադիր պայման չէ, որ բոլոր սպիտակուցները ունենան, դրանք առաջանում են տարբեր պոլիպեպտիդային շղթաների, ինչպես նաև կարող են առաջանալ սպիտակուցի եւ այլ օրգանական նյութերի միացման արդյունքում։ Օրինակը կբերենք ուրեմն հեմոգլոբինի, կներկայացնեմ հեմոգլոբինի օրինակը, որը կազմված է 4 պոլիպեպտիդային շղթաներից, որոնցից յուրաքանչյուրում մենք ունենք ֆերումի իոն, ինչպես անվանում ենք հեմ։ Ինչպես նաև ուրեմն ինսուլինը նույնպես չորրորդային կառուցվածքի սպիտակուց է եւ պարունակում է 2 պոլիպեպտիդային շղթաներ։
Նշեմ նաև, որ ինսուլինը առաջին անգամ բացահայտել է Սենջերը և ուսումնասիրելով ցուլի ինսուլինը նկատել է, որ A շղթայում մենք ունենք 21, իսկ B շղթայում ունենք 30 ամինաթթուներ։ Այսինքն միասին ինսուլինը պարունակում է 51 ամինաթթուներ։ Խոսենք հիմա սպիտակուցի հատկությունների մասին, և սպիտակուցները լինում են ջրում լուծելի, անլուծելի, գնդաձև, խնդրեմ, որը մենք անվանում ենք այլ կերպ նաև գլոբուլներ, ինչպես նաև թելանման ֆիբրիլներ։ Սակայն ամենակարևոր սպիտակուցի հատկությունը հանդիսանում է նրա ուրեմն բնափոխությունը, քանի որ ուրեմն այս հատկության շնորհիվ սպիտակուցը դրսևորում է իր շատ կարևոր ֆունկցիաները, որոնք մենք կներկայացնենք հաջորդ դասընթացին։ Ուրեմն բնափոխությունը իրենից ներկայացնում է մինչև առաջնային կառուցվածքի քայքայումը, այս նախադասությունը ասելով ի նկատի ունեմ մենք, եթե ունենք չորրորդային կառուցվածք, ապա կարող ենք քանդել ուրեմն երրորդային կառուցվածք ձևավորել, ինչպես նաև քանդել առաջացնել երկրորդային կառուցվածք, բայց ոչ մի դեպքում չենք քանդի պեպտիդային կապերը։ Դենատուրացիան, ինչպես նշեցինք, բնափոխությունը, դա մինչև առաջնային կառուցվածքի քանդումն է, որը իհարկե տրամաբանական ձևով կարող է ուրեմն հետագայում ենթարկվել ռենատուրացիայի, այսինքն հաջորդաբար ձևավորել հետագայում երկրորդային, երրորդային, ապա չորրորդային կառուցվածքները։ Սակայն պետք է նշեմ, որ գոյություն ունի նաև դենատուրացիայի անդարձելի ձև, որի ժամանակ պեպտիդային կապերն են քայքայվում, և այս ուրեմն անդարձելի դենատուրացիան կարող է ուղղորդվել սպիտակուցի մահով։ Ինչպես գիտենք, ուրեմն դասագրքում էլ շատ լավ նկարագրված է, որ դենատուրացիայի օրինակը շատ ուրեմն ակնառու երևում է ձվի օրինակով, եթե մենք խաշելով ձուն բավականին մեծ ջերմաստիճանում քանդում ենք նրա ուրեմն առաջնային կառուցվածքը կամ պեպտիդային կապերը։ Ինչպես նաև նշեմ, որ սպիտակուցները որպես կանոն շատ հաճախ հանդես են գալիս որպես բուֆերներ, և սա պայմանավորված է նաև ուրեմն նրանց անֆուտեր հատկություններով։ Շնորհակալություն, կարծում եմ հավանեցիք դասը, եթե հավանեցիք, խնդրում եմ միացեք մեր ալիքին, որպեսզի ավելի շատ տեսադասերի մասնակից դառնաք։ Շնորհակալություն, հարգելի ունկնդիրներ։